21 TV եթերում օրդ բարին է, իսկ դա նշանակում է պետք է զինվենք բարությամբ, դրական էներգիայով եւ ուղարկենք այն միմյանց։ Ես Անահիտ Կիրակոսյանն եմ, առավոտը սկսեք ինձ հետ միասին, առաջիկա 1 ժամը լինելու է արվեստով լցված։ Այս պահին առաջարկում եմ մի լավ տեսահոլովակ արթնանալու համար ու շարունակենք եթերը։ Ինչպես եւ խոստացել էի, եթերը լինելու է արվեստով լցված, առաջարկում եմ այս պահին դիտել մի տեսանյութ, որից էլ պարզ կլինի, թե ովքեր են մեր այսօրվա հյուրերը, անհամբեր եմ արդեն տաղավարում են ու զրուցելու ենք։ Եվ արդեն ինչպես իմացաք, մայիսի 24-ին 19:30-ին Կադանսը հրավիրում է կամերային երաժշտության տուն։ Գարնանային Կադանս համերգի, որտեղ գարունը բերելու են Կադանս անսամբլի երաժիշտները, Կադանս պարախմբի հատուկ ներկայությամբ։ Այդ առիթով այսօր մեր հյուրերն են Կադանս պարախմբի մենակատար Նարեկ Զոհրաբյանը, Վարի լույս, ինչպես նաև Կադանս նվագախմբի ակորդեոնահար Բորիս Եգանյանը։ Բարև ձեզ, պատիվ ունեմ, պարոն Եգանյան ջան։ Շատ ուրախ եմ, որ այս առավոտ այսպիսի հրաշալի նորությամբ մեր տաղավարում եք եւ կուզենայի իմանալ այս միասնության գաղափարը, հա, ինչպես է ծնվել պարախմբի եւ երաժշտական խմբի։ Դուք ասեք թե ես։ Նարեկ ջան, դու սկսի, ես կշարունակեմ։ Դե Կադանս անսամբլը վաստակա շատ ու լեգենդար անսամբլ է ու իմ տարիքին եւ իրանք արդեն ունեն այդ 22 տարի։ Երբ ես դեռ փոքր էի։ Այո, 22 տարի արդեն աշխարհի, չգիտեմ, հազարավոր բեմերում համերգներ են ունեցել, շատ լուրջ մրցույթներ են մասնակցել, հատկապես տանգոյի, ես գիտեմ, ձեռքբերումները։ Նախ պատիվ է իրանց հետ համագործակցել է, հետո այնց ստացվեց, որ մենք որոշեցինք պարողներով ստեղծել անսամբլ, որը կոչեցինք Կադանս։ Կադանս, որովհետև կար Կալաշյան դենս առանձին, մեր ընկերը ասատուրը ու Կադանս որոշեցինք կոչել այդ անսամբլը ու նենց ստացվեց, որ եղավ առաջարկ համագործակցություն նաև Կադանս անսամբլի հետ երաժիշտների ու քանի որ անունները բավականին նմաններ, այնտեղ լատինատար մի փոքր այլ ձև է գրվում մեր անունները, Սիքի եւ այլն, հա։ Գրվում էր ժամանակին ու այդ համագործակցությունը տենց ստացվեց, իմ համար ճիշտ ասած տենց շատ պատահական ստացվեց ու շատ ողջավորված էի, որովհետև հանդես գալ կենթանի երաժշտությամբ, հանդես գալ sense մարդկանց հետ, ովքեր, չգիտեմ, իմ համար լեգենդներ են իրանք ու ապարել լինել բեմում ու ապարել նաև նրանց հետ, այդ ֆանտաստիկ փորձ է էլի։ Հրաշալի, պարոն Եգանյան, Կադանսը, որ ունի այսքան տարիների պատմություն, պրոֆեսիոնալիզմ, փորձ, եւ իմանում եք, որ կա Կադանս, չեք ասում, ես մեր անունն է, ոնց սենց։ Մեր համար ստացվեց կրկնակի Կադանս։ Եվ Կադանս նվագախումբը։ Հետո էլ ասում են երկու երնեք միտեղ չի լինում, երկու Կադանս միտեղ լինում է։ Այդ առումով չեմ անում ոնց ստացվեց ասատուրի մուտքը մեր մոտ, մենք մի խոսքով Ստացվեց այդ համագործակցությունը։ պետք է լիներ, հա, դրա համար մենք շատ ողջավորված ենք եւ բոլոր մեր կվինտետով ողջավորված ենք եւ տեսնում ենք ասատուրի ողջավորությունը, աշխատանքը, արդյունքները մի տարվա աշխատանքով մենք այնքան ինֆորմացվեցի, մեզնից այնքան ինֆորմացիա դուրս եկավ, տեսա հոլովակներ, տեսագրություններ, մի խոսքով մի տարվա մեջ մենք ունենք բավականին մեծ sense ներկայանալիք փաթեթ ոնց որ sense մի տարվա այս գործնեությունը եւ ասատուրը իմիջիալոց ասեմ 3 ասատուրը ստացել է մշակույթի նախարարությունից ոսկե մեդալ։ Ոսկե մեդալի շնորհավորում ենք նրան հենց հիմա եթերից ու ասում բրավո։ Հա, իր աշխատասիրության շնորհիվ շատ աշխատասեր տղայի ասատուրը, հա, մի խոսքով մենք էլ ողջավորված ենք իր հետ, Եվ հիմա պատրաստում եք։ Ելույթները դարձել է հաճախակի ամեն ամսյա, մենք երբ որ Կադանսով ունենում ենք տարվա մեջ մի քանի ելույթներ, հա, հիմա դրանք արդեն կրկնապատկվել, եռապատկվել են, եւ նաեւ տեսնելով իր աշխատասիրությունը մենք էլ ավելի ողջավորված եւ ունենք sense հրաշալի պարախումբ, մի խոսքով այդպես արդյունքները մեզ ավելի քան գոհացնող են
եւ համագործակցությունը սիրով ընդունել ենք եւ աշխատում ենք ու երկար ինձ թվում է երկար կաշխատենք։ Գանք մայիսի 24-ին 19:30-ին ինչ է սպասվում, ինչ ծրագիր է մշակվել եւ ինչ ասել է թե գարնանային կադանս։ Չգիտեմ գարնանային։ Չգիտեմ։ Ամառային տրամադրության պարոն Եկանյանը ասում է, չգիտեմ այդ գարնանային թե որն է։ Գարնանային երաժշտություններ ենք ընտրել։ Շատ բարի։ Հա, գարնանային շունչը իմ համար ամենաոգևորիչը նա է, որ ես սիրում եմ մեր կամերային տունը, ազգային կենտրոնը հիմա կոչվում։ Հա, կամերայինի ակուստիկան եմ սիրում, քանի որ ես երաժիշտ եմ, բոլորիս համար խնդիրը այդ ձայնի հետ համադրությունը, միկրոֆոն, դինամիկ, այդ Որպեսզի ճիշտ տեղ հասնի, որպեսզի ակուստիկան ճիշտ լինի։ Ակուստիկան ճիշտ լինի, հա, տենց այդ տեխնիկական խնդիրները ձայնը ճիշտ հասնի ունկնդրին։ Ես այս համերգով, գիտեք ինչ եմ ուզում հանդիսատեսին ասել, որ իրանք լսելու են գործիքների բնական ձայնը գործիքից։ Չկա ոչ մի միկրոֆոն եւ ոչ մի դինամիկ։ Վաու։ Դա ամենամեծ բանն է, երաժշտական Առավելությունը ընկալողի համար ամենամեծ առավելությունն է, որ ինքը լսում է գործիքի բնական ձայնը բեմից։ Ինքը 10 մետրի վրա կամ 5 մետրի վրա լսում է այդ գործիքի բնական ձայնը։ Դա ամենամեծ համերգն է։ Ոչ մի միջնորդ չկա, երաժշտական գործիք, իրական բնական ձայն եւ դուք սիրելի հանդիսատես հրաշալի։ Որպես երաժիշտ իմ համար այդ ակուստիկ են ասում, էլի առանց դինամիկի միկրոֆոնի այդ հնչողությունը ամենամեծ առավելությունն է այս համերգի համար։ Իմ համար գարնանայինը դա է կոչվում։ Ցավել եմ շատ հատկանշական է վայրը, որտեղ մենք համերգ ունենալու ենք, որովհետև մենք ունենք արդեն, եթե չեմ սխալվում, 6 ռեպերտուար արդեն ունենք, խաղացանքա, որտեղ թե երաժշտություններն են տարբերում, թե պարային համարներն են ու դա ընդհանրապես մի տարվա մեջ է եղել։ Աշխատանքը շատ ծավալուն է ու հատկանշական է խի, որովհետև 2025 թվականի փետրվարին մենք երաժիշտներով եւ պարողներով ծանոթացել եւ առաջին հանդիպումը ունեցել ենք կամերային երաժշտության ազգային կենտրոնում։ Ու դա մեր եղել է հանդիպումը, դա բացումն է եղել կադանսի համագործակցության։ Ու կրկին այնտեղ համերգ ենք ունենալու ու ռեպերտուարներից այդ 6 ընտրվել են երգեր, որոնք ավելի եթերային, հա, ինչ-որ գարուն հիշեցնող թեթև եւ նշեց պարոն Եգանյանը այդ երաժշտության այդ մասով, հա, որ չկան տեխնիկա չի լինելու առհասարակ, իսկ դուրս ենք մնում այս տեխնոլոգիկ դարից, հա, ու իրական երաժշտությունը մաքուր լսելիությամբ այս մարդկանց կատարմամբ ուղղակի փայլուն է, էլի։ Հատկապես որ մուտքը ազատ է լինելու այդ օրը, էլի։ Ես նոր դա էի ուզում հարցնել, հերոստատողին վստահաբար կհետաքրքրի ինչպես կարող են ներկա գտնվել։ Փաստորեն մայիսի 24-ին 19:30-ին մուտքը ազատ է։ Ես հասկացա, ես առավոտյան 7-ից կգնամ այնտեղ, կգրավեմ ինձ հասանելի աթոռը, սիրելիներս դուք էլ շտապեք, որովհետև գիտեք մուտքը ազատ ինչ են շակում։ Բոլորն են ուզում վայելել այսօր որակյալ յուրահատուկ երաժշտություն, յուրահատուկ համարներ, իդեպ պարային մասով կասեք, լրացումն ինչպես է լինելու։ Մենք 4 զույգ ենք, բոլորը կարելի ասել մենակատարներ են, որովհետև բացի համարներից, որոնք ունենք 4-ով, 4 զույգ նկատի ունեմ, նաև ունենք անհատական համարներ, սոլո համարներ, դրանք զուգապարեր են։ Մենք ավելի շատ այս համերգի շրջանակներում հյուր ենք գալիս մեր երաժիշտներին, որովհետև նախ բեմն է ինքը փոքրիկ, sense շատ հարմար է երաժիշտների, հա։ Դա է ուզում ասել, երաժիշտների համար հրաշալի է, իսկ պարողների համար ոնց է լուծումներ տալի։ Մենք երկու համարով հյուր կլինենք, ես եւ Աննան Կալեշյան, իմ զուգընկերուհին, կրկին ոսկի մեդալակիր մշակույթի նախարարության։ Մենք ունենք երկու համար, որոնք կներկայացնենք, մեկը Libertango-ն է լինելու, մյուսը մեր սոլո համարն է, Oblivion-ը։ Երկուսն ֆանտաստիկ երաժշտություն են եւ փորձել ենք պարային մասով հետ չմնալ ու լիարժեք նաեւ շարժումներով ու տրամադրությամբ ու էմոցիաներով փոխանցենք այն ինչ ժողովուրդը ուղղակի լսելու են։ Իսկ մի պա իրանք ուղղակի նայում են պատմություն, որի խոսքերը արդեն մեր երաժիշտները իրենց կվինցենտով փոխանցում են, այդ sense ինձ թվում է համագործակցությունը sense շատ լիարժեք է ստացվել։ Իհարկե առանձին համերգներ են ունենում երաժիշտները, մենք առանձին պարային ենք ունենում, բայց համատեղ այդ քոլաբները ժամանակակից լեզվով ասած, հա, իմ համար այդ փորձառությունը, չգիտեմ, ֆանտաստիկ փորձառություն է, էլի։ Այո, պարոն Եկանյան։ Այ Ոչ մի բան լավ չի։ Չէ, իմ համար ամեն ինչ բնական է լինելու։
եւ երաժշտությունը եւ բառը այդ համադրությունը մենք տարվա մեջ մի քանի անգամ օպերայի նվագախմբի հետ ենք ունենում համագործակցություն Կարեն Դուրգայանի ղեկավարությամբ օպերայի կազմը կադանսը եւ պարային կադանսը երաշերտ հա այնտեղ բառն ավելի շատ է ներառված ծրագրային առումով իսկ այս անգամ մենք որոշել ենք նույնիսկ մենակ կադանս կվինտետով ելույթ ունենալու, բայց ասատուրը ճիշտ բան որոշեց երկու համար պարի հետ եւ բեմն է թույլ տալիս չէ այնտեղ հարմար է պարելու համար երկու համար շատ գեղեցիկ համարներ են ես մեկ որ Ես ուզում եմ ասել եղել է որ գործիքը դնեք մի կողմ եւ ուղղակի վայելեք պարը Այո, այս երկուսը ուզում եմ համատեղեմ, իրոք իմ համար շատ ոգևորիչ է այդ ամեն ինչը։ Հա։ Եվ որպես երաժիշտ ես կամերային երաժշտության տանը երբ որ ելույթ եմ ունենում, այնտեղի ակուստիկան այնպեսին է որ տրամադրում է երաժիշտին նվագել։ Դեռ կա որ նվագում ես ձայնը կորում է ու դժվար է դառնում։ Մի տեսակ ծանրանում է նվագդ։ Քո համար ծանր է գնում։ Իսկ կամերային երաժշտության ասած ոնց որ մեկը մեջքից ասած առաջ տա քեզ այդ ձայնի հնչողությունը երբ որ ակուստիկան էլի ակուստիկան շատ որակյալ է, շատ ճիշտ է կառուցված այդ հաճույք եմ ստանում։ Ես այնտեղ նվագելուց հաճույք եմ ստանում։ Իսկ ես ուղղակի ուզում եմ ասել, որ դուք հրաշք եք եւ այս ձեր կապը այնքան զգալի է, հա, երևացող այնքան տեսանելի է, որ աշխատում եք դրական մթնոլորտում, աշխատում եք մի ուղղությամբ ու իսկապես համագործակցությունը ճիշտ է ստացվել եւ դրա արդյունքում վայելելու է հանդիսատեսը, ով ներկա է լինելու մայիսի 24-ին 19:30-ին կամերային երաժշտության տանը իրական կենթանի երաժիշտների իրական գործիքների ձայնը վայելելու եք առանց ինչ-որ տեխնոլոգիաների, դե չեմ ասում պարը երբեք վարնակրամա չի լինում, միշտ լինում է հենց այդ պահին եւ ուղիղ ուզում եմ մի բան նշել, որ պարոն Եգանյանին եթեից առաջ ասացի, բա չեք բերել, որ իրականում վայելենք կատարումը, ասաց, չէ, Անահիտ ջան, չեմ բերել, հասկացա, որ կվայելեն նրանք, ովքեր հենց այդ պահին կգտնվեն այդտեղ մայիսի 24-ին Ես էլ եմ լինելու, այլ տարբերակ ուղղակի չկա։ Անչափ շնորհակալ եմ ձեզ ներկայության համար, այսպիսի ծրագիր պատրաստելու համար ու վստահ եմ, որ շարունակական է լինելու, մենք հնարավորություն ենք ունենալու տարբեր հարթակներում եւ տարբեր բեմերում վայելել այս համագործակցությունը կադանսների։ Միշտ։ Սիրով կսպասենք։ Շնորհակալություն մեր հյուրերին էին կադանս նվագախմբի ակորդեոնահար, պարզապես Բորիս Եգանյանը, հրաշալի մարդ տեսակ, հումորով, պրոֆեսիոնալ եւ կադանս պարախմբի մենակատար Նարեկ Զոհրաբյանը, ով ասեց իմ գործիքն ինձ հետ է Անահիտ ջան։ Շնորհակալություն ձեզ անչափ զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպիսին էր մեր այսօրվա եթերը, գնացեք առնչվեք մշակույթի արվեստի հետ, որովհետև պրոֆեսիոնալներն իսկապես ամեն ինչ անում են, որպեսզի դուք ստանաք հաճելի երեկո ու վայելեք իրական արվեստի շունչը բարի երաժշտության, երաժշտական գործիքների միջոցով։ Այսօրվա եթերն այսպիսին էր, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, առայժմ մնացեք բարով։